2020 թվականից սկսած մենք որպես հասարակություն, որպես պետություն ուղեղային գրոհի տակ ենք, անընդհատ դրսից ներսից տեղեկատվական, հոգեբանական ճնշման տակ է մեր հասարակությունը։ Այն պայքարը, որ ընթանում է եւ քաղաքական դաշտում, եւ լրատվական դաշտում, եւ հասարակության մեջ, դա կոնկրետ մի նպատակ ունի։ Այլակարծությունը չընդունել, հակառակ քաղաքական ճամբարի ներկայացուցիչներին ոչնչացնել ցանկացած մեթոդներով եւ այստեղ միջոցների մեջ խտրականություն չի դրվում։ Դրանք գործիքներ են, քաղաքատեխնոլոգիական ինստրումենտներ են, ու այսպես այս 7 տարիներին ատելության խոսքն ու ապատեղեկության ալիքը որպես քաղտեխնոլոգիա ձնագնդի նման գլորվելով ավելացել են եւ հատկապես ավելանում է այս ժամանակաշրջանում մեծ հաշվով սա արդեն կարելի է համարել նախընտրական շրջան բևեռացումը հասարակության մեջ է եւ այդ բևեռացումը իհարկե լրատվամիջոցներում է, լրատվական դաշտում է։ Եվ զարգանում է երկու ուղղությամբ՝ ատելության խոսք, վիրավորանք։ Էդգար Վարդանյանը մանրամասնում է։ Ատելության խոսքը այսօր եւ երեկել շատ հաճախ հակաժողովրդավարական սեգմենտի կողմից է արտաբերվում։ Դա ինստրումենտ է մարդկանց մոտ վախ սերմանելու, դա ինստրումենտ է ընդհանուր առմամբ հանրային քաղաքական միջավայրը փչացնելու, աղտոտելու։ Մեզանում երբ հեղափոխությունը տեղի էր ունենում, շատ կարևոր էր իշխանությունը իսկապես լեգիտիմ կերպով անցավ եւ հանրային վստահություն կար այդ իշխանության նկատմամբ, այն ինչ որ չկար տասնամյակներ շարունակ։ Բայց հեղափոխությունը ամեն դեպքում ինչ որ մի ուժի բավականին այսպես մեծ հնարավորություններ ունեցող ուժի հեռացնում է իշխանությունից, բնականաբար դա այդ ճամբարում ատելություն է առաջացնում։ Հեղափոխությունից հետո, հատկապես պատերազմից հետո, մեզ մոտ այդ հակադրությունների համակարգը ինչ որ աստիճանով վերածվել են թշնամանքի։ Արդեն դրված է շատ այլ գաղափարներ, թուրքամետ, SSS, SNS, սա հասարակությունը պարզվոր պարակտելուն ուղղված քաղաքականություն է։ Մխտարեք, ինչքան կարող եք, ներհասարակական կյանքը մխտարեք։ Եվ հենց ատելության խոսքն է տեղեկատվական պատերազմում ամենավտանգավոր զենքը համարվում։ Էդգար Վարդանյանը օրինակներով է ներկայացնում, ինչ ասել է ատելության խոսք։ Մենք պետք է այնուամենայնիվ տարանջատենք այդ վիրավորական խոսքը ատելության խոսքից։ Ատելության խոսքը այն դեպքում է օգտագործում, օրինակ, որ ասում է, այ դուք ԿՊԱ-ականներդ հայ ժողովրդի մաս չեք։ Այս է ատելության խոսքը։ Ով որ նիկոլական է, իրավունք չունի մուտք գործել, օրինակ, եկեղեցի։ Սա ատելության խոսք է, սա վիրավորանք չէ։ Ոչ միայն ատելության խոսք է, այլև հակաքրիստոնեական։ Մեր եկեղեցին ոգեղենություն փոխանցող պետք է լինի, ու այդ դեպքում մեծ հաղթող չի լինի, Հայկ Սուքիասյանի ընդգծումն է։ Շեշտում է անցնող տասնամյակների ընթացքում էլ, եթե անգամ որոշ հոգևորականների վարքի նկատմամբ հասարակությունն ունեցել է հակասություն, դա չի խախտել հավատն առ Աստված ու կապը եկեղեցու հետ։ Իսկ հասարակություն, հոգևոր դաս, անջրպետը հիմա չէ, որ առաջացել է։ Վերցնենք մինչ հեղափոխական կյանքը մենք ինչ ենք ունեցել։ Մենք ունեցել ենք անարդար հասարակություն, արտագաղթող ժողովուրդ, կոռումպացված պետություն եւ շատ ուրիշ այլ վատ բարքեր։ Դուք տեսել եք մի անգամ որևէ հոգևորական, սրբազան կամ կաթողիկոս մի անգամ ծպտուն հանի։ Եղել է իրենք ընտրության զեղծարարության դեմ խոսեն, որովհետեւ ընտրության իրավունքի խախտումը դա աստվածային իրավունքի խախտում է, չէ՞։ Աստվածաշունչն ինչ է ասում։ Ձայն բազմած, ձայն Աստծո, չէ՞։ Բազմության ձայնը Աստծո ձայնն է, չէ՞։ Բայց դուք այդ բազմության ձայնը անընդհատ կեղծել եք, չէ՞։ Մի անգամ եղել եկեղեցին բան ասի։ Այնինչ ասում է Աստվածաշունչը, արտացոլանքը մենք պետք է գտնենք հենց հոգևորականների խոսքում, վարքում, որ նաև օրինակ վերցնենք, փոխենք, փոխվենք, բայց իրականության մեջ որոշ դեպքերում հենց որոշ հոգևորականների խոսքն ու վարքն է հակաաստվածաշնչյան քարոզ, մանրամասնում է Սուքիասյանը օրինակներով։ Թե կհիշեք, վարչապետը պատերազմից հետո այցելել էր եկեղեցի մի հոգևորական, որ որոշեց, որ ինքը ձեռք պիտի չտա, չմեկնի վարչապետի։ Քրիստոնեությունը հիմնարար սկզբունքներ ունի։ Մի սկզբունքը կարեկցանքի սկզբունքն է։ Դուք գիտեք ձեր արվեցիք։ Եթե դուք քրիստոնյա եք, այդ մարդկանցից Աստվածաշունչ պիտի բխի։ Այդ մարդի ես այդ մարդկանց պետք է տեսնեմ եւ Աստծո հետ կապ տեսնեմ։ Ու այստեղ է, որ եկեղեցականների բարեվարկության հարցը դառնում է բոլորից հարցը, քանի որ մեր եկեղեցին դա մեր ժողովրդի ունեցվածքն է։
Մեր ժողովրդի ստացվածքն է, մեր ժողովրդի ժառանգությունը, դա մերն է։ Վարչապետը այցելել է վերջերս Էստոնիա, ընտեմի առաջնորդը, նրան շատ ջերմ ընդունել է, վարչապետը դրական վերաբերմունք է հայտնել եկեղեցական համայնքի հանդեպ, օրինակներից մեկն է, չկան բոլոր եկեղեցականների նկատմամբ բացասական վերաբերմունք, իշխանությունների կողմից կա բացասական վերաբերմունք, այն եկեղեցականների նկատմամբ, որոնք դիրքավորել են իրենց որպես ծայրահեղ ընդդիմություն եւ նաեւ միաժամանակ չեն հետևում հենց առաքելական եկեղեցու դոգմաներին, պատվիրաններին, բարոյական սկզբունքներին։ Իդեպ Բալթյան երկրների հայոց թեմի առաջնորդ գերաշնորհ Տեր Վազգեն arczepiskopos Միրզախանյանի ջերմ ընդունելությունն ու խոսքերը Փաշինյանին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից վիճահարույց էին համարել, նշել էին թեմակալ առաջնորդի արտահայտած որոշ մտքեր եւ դատողություններ խիստ սուբյեկտիվ են, անհատական եւ վերագրելի չեն եկեղեցուն։ Քաղաքագետներն ընդգծում են եւ սա այն դեպքում, երբ հատկապես վերջին 1 տարում տարբեր բարձրաստիճան հոգեվորականների քաղաքական տարբեր հայտարարություններին, հասարակության տարբեր շերտերի պիտակավորումներին, անգամ իշխանափոխությանն ուղղված գործողություններին ամենայն հայոց կաթողիկոսն ու Մայր Աթոռի տեղեկատվական շտաբը լուր էին։ Լուր են նաև այսօր վերջին օրերի հայտարարություններից մեկն են հիշեցնում։ Նոյեմբեր ամսին էին ասում, որ ձեր երկիրը ցանկանում են դարձնել տարածք, որտեղ կլինեն ընտանիքի նոր մոդելի կիրարկման վայր, որը կլինի թմրանյութերի տարանցիկ միջանց կամ կիրառման վայր, եթե դուք այս փոփոխությունը չբերեք ձեր երկրում։ Կներեք ովքեր էին ասել։ Տարբեր ուժային կենտրոններ։ Այս հայտարարությունը ազգային անվտանգությանը սպառնացող վտանգներ ունի տարբեր շերտերում։ Իրավապահ մարմիններն արդյոք քայլեր ձեռնարկել են պարզելու փորձագետների պահանջ հարցադրումն է։ Դուք պետությունը ցնցեք, իշխանությունը պետությունը որևէ կերպ ներգրաված չլինի ձեր կյանքում։ Ներ եկեղեցին դարձել է քաղաքական գործիչներ արտադրող լաբորատորիա։ Իրենք մտել են քաղաքական դաշտ, իրենց այդ դաշտում են արդեն տեղավորել եւ իրենք էլ իրականում զուգահեռաբար դրան չեն ապրում այդ մաքուր եկեղեցական կյանքով եւ օգտագործում են փաստորեն ստացվում է եկեղեցու ինստիտուտը իրենց այսպես պաշտպանելու համար, չէ՞, վահան են իրենց համար սա ստեղծում։ Մենք ոնց դուք ինչ իրավունք ունեք, մենք եկեղեցական ենք։ Վարչապետի անցնող օրերին բարձրացրած կուսակրոնության հոգևոր ուխտին հավատարիմ լինել մնալու հարցերը պետք է հնչած լինեին նախորդ տարիներին դեռ, կարծում են փորձագետները։ Միակարծիք են վարչապետի աղմուկ հանած գրառման ձևակերպումը անսպասելի էր մեր հասարակության համար ոչ ընդունելի հենց վարչապետի կողմից, բայց կարծում են հասարակությունը պարկեշտ կեղծավորությամբ ու կեղծ պարկեշտությամբ չի առողջանա։ Նման բառապաշարը երբեք չի ողջունվում ժողովրդավարական պետություններում, բայց պրակտիկան ցույց է տալիս, որ այո, տարբեր երկրների ղեկավարներ հայոյանքներ օգտագործել են, կոշտ կոպիտ խոսք օգտագործել են։ Աբրահամ Լինքոլնից Բարակ Օբամա, Ջո Բայդեն, Բիլ Քլինթոն, Ռիչարդ Նիքսոն, Ջորջ Բուշ, Ջոն Քենեդի, սա կոշտ խոսքով հայոյանքներ պարունակող բառապաշարով աչքի ընկած միայն ամերիկյան քաղաքական գործիչների ոչ ամբողջական ցանկն է։ Ամերիկյան հասարակությունն էլ է արձագանքում։ Կարճատև Էդգար Վարդանյանը շարունակում է։ Գիտեք ինչ, այստեղ ինչու մեր մոտ նման արձագանք է գտնում, բացասական եւ շատ քննադատական արձագանք, ինչը ըստ էության նորմալ է կարծում եմ, բայց շատ վատ բաներ, շատ անընդունելի բաներ բարոյականության տեսակետից, եթե գաղտնի է, եթե հրապարակային չէ, ընդունելի է։ Հենց ինչ որ մի բան հրապարակային է արդեն արվում, այ դա արդեն ամոթ է, անընդունելի է եւ այլն։ Կարող է բառերի ընտրության հարցում ավելի անհրաժեշտ լինել, ավելի շրջահայաց լինել, նրբանկատ լինել, բայց հիմա այստեղ հարցը բառերի նրբանկատությանը չի։ Եթե մազոխիզմով նայենք, հա, կարելի է մի քիչ ուրիշ ձև ասել։ Սա գլխավոր հարցը հետևյալն է, ճիշտ է թե չէ ասում իշխանությունը։ Ճիշտ է թե չէ, բայց մարդիկ տեսեք ինչ են արել։ Հարցը ձևայնացրել են, շեղել են հարցը դեպի դիսկուրսի մակարդակ, այս բառը լավ բառ չէր կամ լավ բառ ասեիր։ Փորձագետներն ընդգծում են վարչապետի խոսույթին ոչ վայել բառը գրառումը, եթե կոնկրետ երևույթի է ուղղված, մեր բարձրաստիճան հոգևորականների օգտագործած բառերի հասցեատերը հաճախ դարձել են ոստիկանները, նախարարությունների աշխատակիցները, եկեղեցականների կազմակերպած ակցիաներին չմասնակցողները, լրագրողները։ Քաղաքական կուլտուրայի բացակայությունը բոլոր կողմերից է ակնհայտ։ Տարիներով հնչող վիրավորանքին, անեծքներին, զրպարտություններին վիրավորանքով պատասխանելը, կարծում են, իրավիճակի վրա դրական չեն ազդի, քանի որ հենց այդ պատասխանը ստանալը ևս գուցե օգտագործվող քաղտեխնոլոգիայի ցանկալի լուծումն է։
Ձեզ ներքաշել իրենց հարմար տրամաբանության մեջ, որտեղ իրենք լավ լողալ գիտեն, որտեղ իրենց տեղեկատվական աղբյուրները շատ են, երկակի ստանդարտներ կան։ Եթե մեր հասարակական կազմակերպությունները շատ այլ անհատներ լինի, իրենց գործունեության մեջ արդար են, ապա պարզ է իրենք պետք է լինեն արդար բոլոր տեղերում, բայց եթե իրենք արդար են ընտրովի, ապա պարզ է որ իրենք անարդար են։ Օրինակ, երբ 2024-ի ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդի բարձունքում բոլորիս միավորող աղոթքն ընդհատվեց անչափահաս երեխայի ներկայությամբ, դատապարտող հայտարարություններ եղան, բայց դրանք ուղղված չէին ատելության խոսք տարածող աղմկողներին։ Ձևավորվում է կոնֆլիկտների հասարակություն։ Որպեսզի ես ընդդիմադիր դառնամ, ես անպայմանորեն պետք է հակառակով խոսեմ։ Սխալ է, ճիշտ է, կարևոր չի։ Պաշտոնյաներ կան, որոնք գործող իշխանության ժամանակ պաշտոններ են զբաղեցրել։ Բայց երբ որ հենց պաշտոնից ազատվում է, պարզվում է ինքը 4 օր առաջ արդեն ընդդիմադիր էր։ Մեր հասարակությունը այս պատերազմին պատրաստ չէ, կարծում են փորձագետները։ Մենք ունենք հորանջող պետական ինստիտուտներ, տեղեկատվական անվտանգության հարցում մենք փնթի ենք։ Տեղեկատվական պատերազմները fake news-ը չի։ Տեղեկատվական պատերազմները տեղեկատվական հոգեբանական, ձևական ճշմարտություններով սարքած վերլուծություններն են։ Անընդհատ անկայուն է հասարակությունը, վախերի մեջ է, վախերի, տագնապի մեջ է։ Իրավապահներն են թերանում օրենսդրական փոփոխություններ են պետք, միակարծիք են բոլորը։ Միակ լավագույն լուծումը օրենսդրության խստացումն է, եւ դատարանները վճիրներ այս առումով կայացնեն, եւ դա բավականին կզսպի ատելության խոսք արտաբերողներին։ Դատական համակարգում մի հատ նոր ինստիտուտ է պետք, առանձին կարող է զբաղվել հավանաբար ժամանակակից աշխարհում մի նոր երևույթի դեմ, որն է անձնական վիրավորանքը, հատկապես սոցիալական ցանցերում, դատի պետք է տան, ամեն մեկ վիրավորանքի համար 10 միլիոն դրամ կտանես կվճարես։ Եթե սա չի լինելու, ապա սա շարունակվելու է։ Արդարացնել հայհոյախոսությունը կամ արդարացնել այդ աստիճանի ատելությունը հնարավոր չէ։ Եվրոպական մոտեցումը այս առումով այն է, որ ատելության խոսքի քրեականացումը որևէ կերպով չի կարող սահմանափակել խոսքի ազատությունը։ Պետությունը պարտավոր է պաշտպանել ոչ միայն իր անվտանգությունը, այլև հասարակությանը։ Աշխարհում շատ պետություններ կան, որոնք ունեն տեղեկատվական անվտանգության հայեցակարգեր։ Պետություններ կան, որոնց տեղեկատվական անվտանգության հայեցակարգերում կա ձևակերպում, տեղեկատվական զենք, որը քրորեն պատժելի արարք է։ Օրինակ, եթե որևէ կեղծ տեղեկատվություն ունի, ասենք 10,000-ից ավելի դիտում, այդ մարդը ենթարկվում է քրեական պատասխանատվության, որ ինչու, որովհետև այդ կեղծ տեղեկատվություն տարածող մարդը դառնում է զանգվածային գիտակցության վրա մանիպուլյացիա անող օբյեկտ։ Խոսքի ամենաթողությունը խոսքի ազատություն չէ, ու թեպետ օրենսդրական փոփոխություններն անհրաժեշտ են, բայց եղածներն էլ կարող են արդյունավետ լինել, եթե կիրառվեն, ընդգծում են փորձագետները։ Նաև շեշտում են առողջ, չբևեռացված, ավելի հանդուրժող հասարակություն ունենալ, չունենալու հարցում մեծ ու ազդեցիկ է մեր եկեղեցու դերը, իր տեղում լինելը։ Մեր դարավոր եկեղեցիների պահպանությունն էլ եղել ու պետք է լինի պետության առաջնահերթություն։ 8 տարվա ընթացքում պետական բյուջեից եկեղեցիների վերականգնման, նորոգման ու ամրակայման նպատակով 1.7 միլիարդ դրամի հատկացում արդեն իսկ արվել է։ Իրինամ Կրչյան, Արտակ Գևորգյան, Աշոտ Խաչատրյան եւ Դավիթ Դանիելյան, Կիրակնորյա լուրեր։